Ուրեմն, եկեք այսօրվա մեր խորը վերլուծությունը սկսենք մի շատ կոնկրետ պատկերից։ Պատկերացրեք մի կնոջ, ում պաշտոնական մամուլը կոչում է ոչ ավել, ոչ պակաս Կովկասի թագուհի։ Բավականին հնչեղ տիտղոս է։ Հա, շատ։ Կին, ով միջազգային հարթակներում փայլում է ադամանդներով, միշտ ներկայանում է որպես իր երկրի մշակութային փրկիչ, ժամանակակից դեմք։ Իսկ հիմա դե ուղղակի մի կողմ դրեք այդ փայլուն ամսագրերի շապիկներն ու առանց դադարի լսեք այս խոսքերը։ Ահա։ Նա ագահ է, որը չի հագենում ոչ փոխից, ոչ նավթից, ոչ ոսկուց։ Ես անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ նա սիրային կապ է ունեցել։ Դա ուղակի ցնցող է հնչում։ Իսկ գիտեք ով է այս խոսքերի հեղինակը։ Սա ինչ-որ ընդդիմադիր կամ օտարերկրյա լրտես չէ։ Սա նրա սեփական ամուսնու հարազատ հորեկբորն է։ Եվ դուք հաստատ հիմա հարցնում եք ինքներդ ձեզ, ինչ է իրականում թաքնված Ադրբեջանի առաջին տիկնոջ եւ առաջին փոխնախագահի Մեհրիբան Ալիևայի այս փայլուն դիմակի հետևում։ Սա իսկապես ծայրահեղ եւ շոկային հակադրություն։ Եվ որպեսզի մենք այսօր կարողանանք քանդել այս կծիկը ձեզ համար, մենք իմի ենք բերել խիստ տարբեր, հաճախ իրար տրամագծորեն հակասող աղբյուրներ։ Միանշանակ հակասող։ Մեր ձեռքի տակ են ուրեմն իսպանական El Mundo-ի հոդվածը, ռուսական Ցարգրադի եւ Լենտարուի վերլուծությունները, նաեւ ադրբեջանական հակկնի խիստ գովերգող ակնարկը եւ իհարկե ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի կողմից հրապարակված Ջալալ Ալիևի այն աղմկահարույց նամակը, որից դուք հենց նոր մեջբերում արեցիք։ Մեր առաքելությունն է բացահայտել այս հակասական կերպարը քեզ համար։ Բայց նախքան առաջ գնալը, կարծում եմ պետք է մի շատ կարևոր բան հստակեցնենք։ Այո, եւ ես ուզում եմ շատ հստակ զգուշացնել մեր ունկնդրին։ Քանի որ մեր ուսումնասիրած աղբյուրները պարունակում են քաղաքականապես չափազանց զգայուն, սկանդալային եւ հակադիր տեղեկություններ, մենք բացարձակապես որևէ կողմ չենք բռնում այս պատմության մեջ։ Ճիշտ է։ Դե ինչ, եկեք վերլուծենք սա։ Սկսենք այն պատկերից, որը տեսնում է դե շարքային քաղաքացին։ Եթե մենք կարդում ենք ադրբեջանական Խակկինը կամ Լենտարուն, Մեհրիբան Ալիևան ներկայացվում է որպես Շամախիի թագուհի։ Այո, նա ռեժիմի ժպիտն է, կարելի է ասել։ Հենց այդպես, կին, որը մարդկային դեմք տվեց այդ կոշտ իշխանությանը, նա նկարագրվում է որպես մշակույթի հովանավոր, ով կառուցեց ժամանակակից Բաքուն եւ ով ղեկավարում է Հեյդար Ալիևի հիմնադրամը։ Շատ լուսավոր մի կերպար։ Բայց այս ամենի իրական արմատները հասկանալու համար մենք պետք է նայենք պատմական կոնտեքստին։ Ինչպես սկսվեց այս ամենը։ Ուրեմն 1983 թվականի ամուսնությունը Իլհամի ու Մեհրիբանի միջև դա պարզապես երկու երիտասարդի սեր չէր։ Դա պայմանագիր էր, միանշանակ։ Դա երկու հզորագույն ուժերի միաձուլում էր։ Մի կողմից ունեինք Ալիևների, այսինքն Նախիջևանյան կլանը, որը ներկայացնում էր խորհրդային կոշտ նոմենկլատուրան, իդեպս Հեյդար Ալիևի ուժայինները։ Ճիշտ է, Պակի դպրոց անցած ուժայինները։ Իսկ մյուս կողմից Փաշաևների կլաններ, որը Բաքվի ինտելիգենցիան ու ակադեմիական էլիտան էր։ Հեյդար Ալիևին պետք էր այս ակադեմիական փայլը իր կոշտ իշխանությունը լեգիտիմացնելու համար։ Փաստորեն կատարյալ դինաստիական դաշինք։ Բայց գիտեք, այս փայլուն իմիջի հետ կապված մի շատ տարօրինակ դետալ կա El Mundo-ի հոդվածում։ Ես երբ կարդում էի, ուղղակի ապշել էի։ Ինչի մասին է խոսքը։ WikiLeaks-ի արտահոսած զեկույցների մասին ամերիկացի դիվանագետները գրում են, որ նա այնքան շատ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որ իր դեմքն այլևս ի վիճակի չէ բնական արտահայտություններ ընդունել։ Ահա, հայտնի դրվագ է։ Մեհրիբանին իր դուստրերից, Լեյլայից եւ Արզուից։ Դա ուղղակի անverջ երիտասարդության ինչ-որ անառողջ մոլուցք է։ Բայց ինչ է սա նշանակում անձի եւ ընդհանրապես երկրի իմիջի համար, երբ ղեկավարի դեմքը պարզապես սառած է։ Դա շատ խորհրդանշական է իրականում։ Այդ սառած արհեստական ֆասադը շատ լավ արտացոլում է հենց պետության վիճակը։ Դրսից ամեն ինչ փայլուն է ու երիտասարդ, բայց ներսում բնական զարգացում չկա։ Եվ այստեղ է որ ամեն ինչ իսկապես հետաքրքիր է դառնում, որովհետև այդ արհեստական փայլի հետևում շատ կոշտ բիզնես է թաքնված։ Այո։ Տեսեք, մենք խոսում ենք Փաշաևների ակադեմիական արմատների մասին, նրա պապը գրող Միր Ջալալն էր, հայրը ռեկտոր էր, քույրը Նարգիզը համալսարանի ղեկավար,
Հորեղբայրը դեսպան էր ԱՄՆ-ում, բայց դուք նայեք, թե ինչպես է գիտնականների այս ընտանիքը դառնում երկրի ամենահարուստ եւ ամենաօլիգարխիկ կլանը։ Ինչպես է սա հնարավոր։ Դա տեղի ունեցավ եւ ակադեմիական ծագում միացավ բացարձակ իշխանությանը։ Ըստ Ցարգրադի վերլուծության եւ նույն WikiLeaks-ի, մենք գործ ունենք բացարձակ մենաշնորհի հետ, որը կոչվում է Pasha Holding։ Որը կուլ է տալիս ամեն ինչ։ Բառացիորեն ամեն ինչ։ Նրանց են պատկանում երկրի խոշորագույն բանկերը, շինարարական հսկաները, նույնիսկ մեդիան, Leader TV-ն։ Եվ կապի օպերատորը Nar Mobile-ը։ Այո, բացի այդ, Bentley-ի պաշտոնական սրահը, Բաքվում, Port Baku Towers երկնաքերերը, Four Seasons եւ Marriott հյուրանոցները։ Սա ուղղակի լավ բիզնես չէ, սա երկրի արյունատար համակարգի ամբողջական տոտալ վերահսկողություն է։ Այսինքն, եթե դու ապրում ես Ադրբեջանում, դու գրեթե չես կարող շնչել առանց այդ ընտանիքին փող վճարելու։ Բայց կարծես թե այս տնտեսական գերակայությունը նրանց բավարար չէ։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ երբ դու ունես այդքան շատ փող եւ ունեցվածք, քեզ պետք է քաղաքական երաշխիք դա պահելու համար։ Եվ 2017 թվականին տեղի ունենում քաղաքական գագաթնակետը։ Փոխնախագահի պաշտոն է։ Հենց դա նավթի գների անկման ֆոնին Իլհամ Ալիևը ստեղծում է առաջին փոխնախագահի պաշտոնը եւ այն տալիս է իր կնոջը։ Սա արվում է իշխանության փոխանցումը ցանկացած պարագայում երաշխավորելու համար։ Եվ այս քայլով Փաշաևների կլանը վերջնականապես խաղից հանում ու մեկուսացնում են նախկին գորշ կարդինալին Ռամիզ Մեհդիևին։ Պատկերացրեք երկիր, դու ուղղակի պատկերացրեք մի երկիր, որտեղ ամուսինը նախագահ է, իսկ կինը փոխնախագահ, եւ նրանք տիրապետում են գրեթե ողջ անշարժ գույքին ու տնտեսությանը։ Սա արդեն պետություն չէ, սա պարզապես ընտանեկան կորպորացիա է։ Միանշանակ։ Բայց եկեք գնանք դեպի այս դինաստիայի ստվերային կողմը, որովհետև ամեն ինչ այդքան էլ հարթ չէր հենց իրենց Ալիևների ընտանիքի ներսում։ Մենք ունենք մի ֆիգուր, ով կտրականապես դեմ էր այս ամենին։ Խոսքը Իլհամի հորեղբոր Ջալալ Ալիևի մասին է։ Այո։ Ուրեմն պահպանելով հանգիստ վերլուծական տոնը, եկեք հասկանանք, ինչ է ասում ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի տրամադրած այդ աղբյուրը։ Ջալալ Ալիևը դեռ 2003 թվականին ընդդիմանում էր իշխանության փոխանցմանը Իլհամին, եւ դրա համար ըստ շրջանառվող լուրերի նա փաստացի հայտնվեց տնային կալանքի տակ։ Սեփական զարմիկի կողմից։ Այո։ Եվ հենց այդ նամակում, որը նա գրել է, մենք տեսնում ենք ահավոր մեղադրանքներ։ Խորեղբայրը գրում է, որ Մեհրիբանը վերահսկում է Ադրբեջանի ամբողջ հարստությունը։ Նա կնոջը անվանում է վիրավորական բառերով եւ պնդում, որ նա բացարձակ անկուշտ է։ Եվ եկեք վերադառնանք այն շոկային հուքին, որով մենք սկսեցինք այս խորը վերլուծությունը։ Նա ուղիղ պնդում է. ես անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ նա սիրային կապ է ունեցել։ Դա ընտանիքի ներսից եկող պարզապես կործանարար հարված է։ Եվ դա միակ գաղտնիքը չէր։ Իսկապես, Նամակում նաև նշվում է, որ Մեհրիբանը իր պաշտոնական կենսագրությունից ուղղակի ջնջել եւ թաքցրել է մի ամբողջ ժամանակահատված։ Դա 1991-ից 95 թվականներն են, երբ նա ըստ Ջալալ Ալիևի ապրել է Թուրքիայում։ առանց ամուսնու։ Այո, եւ այնտեղ նրան իբր հովանավորել է ադրբեջանական ավիաուղիների Էիզիալի այն ժամանակվա նախագահ Ջահանգիրը։ Գիտեք ինչն է ծիծաղելի, որ այս թուրքական գաղտնիքը ջրի երես դուրս եկավ լրիվ պատահաբար։ Մեհրիբանն ինքը թուրք հայտնի դերասանուհի Թյուրքան Շորայի հետ զրույցում անզգուշաբար նշել էր, որ ինքն էլ է տարիներ շարունակ ապրել Թուրքիայում։ Ու պարզապես պատկերացրեք ինչպես է կառուցվող պաշտոնական կենսագրությունը այնտեղ։ Վերցնում են, խմբագրում են անցանկալի տարիները ու ներկայացնում են մի կատարյալ ընտանիքի պատկեր։ Դա տիպիկ է նման համակարգերի համար, որտեղ ամեն ինչ հիմնված է առասպելի վրա։ Խմբագրված անցյալ եւ բացարձակ ֆինանսական հարստություն։ Իսկ ինչ էր կատարվում միջազգային ասպարեզում, չէ՞ որ Մեհրիբանը 2009 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր։ Այստեղ պատկերը ոչ պակաս սկանդալային է։ Ըստ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության լուսաբանման կենտրոնի OCRPP բացահայտումների գործել է մի հսկայական կաշառքի սխեմա, որը հայտնի դարձավ որպես ադրբեջանական լվացքատուն։ Լվացքատունը։ Եվ եվրոպացի քաղաքական գործիչների այս կաշառումը հասել էր ընդհուպ մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովա։ Ինչպես էր դա կոնկրետ աշխատում։ Ըստ զեկույցների ամեն անգամ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անում էր մի միջոցառում, որը գովազդում էր Մեհրիբանին եւ նրա հիմնադրամը, դրանից օրեր անց Բոկովայի ամուսնու Կալին Միտրովայի հաշվին Բաքվից փոխանցվում էր 100,000-ից մինչև 225,000 եվրո գումար։ Նրանք պարզապես գնում էին այդ միջազգային լոյալությունը եւ մշակութային իմիջը։
Եվ դա, իդեպ, խաչ քշեց Բոկովայի կարիերայի վրա։ Նա հավակնում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, բայց այս սկանդալը ամեն ինչ ավերեց։ Այո, իսկ ինչ վերաբերում է Մեհրիբանին, ապա 2022 թվականին նա լքեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանի պաշտոնը։ Իբր Ղարաբաղի պատճառով։ Դա պաշտոնական պատճառներ, իբր ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործությունը Ղարաբաղում, բայց փորձագետները, օրինակ Արիֆ Յունուսովը, վստահ են, որ իրականում նրան պարզապես խնդրել են անաղմուկ հեռանալ այդ կառույցից վարկաբեկիչ սկանդալների պատճառով։ Փաստորեն արտաքին փայլը նույնպես սկսեց ճաքեր տալ։ Այո։ Եվ հիմա, եթե մենք սա կապենք ավելի լայն պատկերի հետ, մենք տեսանք մի քնոջ, ով պաշտոնապես մշակույթի եւ բարեգործության հովանավոր է, բայց իրականում նրա անվան շուրջ հյուսված են կոռուպցիայի, կաշառակների եւ անձնական խորը սկանդալների ցանցեր։ Ինչ է պատահում մի ամբողջ պետությանը եւ նրա ճակատագրի հետ, երբ նրա հիմքում դրված է ոչ թե գաղափարախոսություն, այլ ընդամենը երկու հզոր ընտանիքների ֆինանսական եւ ամուսնական պայմանագիր։ Դա իսկապես մտածելու տեղիք է տալիս։ Եթե այդ ընտանիքի ներսում, ինչպես մենք տեսանք Ջալալ Ալիևի դեպքում, վստահությունը ոչնչանում է եւ կան ատելության ու ագահության նման մեղադրանքներ, արդյոք այդ մարմարե նոր Բաքվում եւ նրանց փայլուն իմիջը կարող են դիմանալ առաջին իսկ լուրջ ցնցմանը։ Սա այն հարցն է, որը դուք կարող եք ուսումնասիրել ինքնուրույն եւ խորհել դրա շուրջ։ Իսկապես հիանալի եւ սադրիչ հարց է մտորելու համար։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք այս բարդ աղբյուրների ուսումնասիրության ընթացքում։ Հուսով եմ կարողացանք նոր լույս սփռել այս թեմայի վրա ձեզ համար։ Մինչ նոր հանդիպում մեր հաջորդ վերլուծության ժամանակ։